18 թվականին երբեք չէինք կարող մտածել, որ այսպիսի արհավիրքներ ենք տեսնելու, նվաստացում ենք տեսնելու, օրենքների խախտումներ ենք տեսնելու։ Իսկապես մեր մտքով դա չէր անցնում, բայց արի ուտես, այդ ամենը եղավ պատճառների մասին կարող ենք երկար խոսել եւ դեռ կխոսենք, բայց այս պահին ես ուզում եմ մի փոքր նայենք դեպի ապագա։ Իսկ ապագայում մեզ սպասում են ընտրություններ։ Հունիսի 7-ին հեռու չեն։ Շատ դժվար ընտրության առաջ է կանգնած մեր ժողովուրդը, որ նայում ես քաղաքական դաշտին, տեսնում ես բազմազանություն, բազմաթիվ կուսակցություններ, որոնք հայտ են ներկայացրել։ Մեկը ասում է, ես խաղաղություն եմ բերել։ Ինձ որ ընտրեք կլինի խաղաղություն։ Բայց որ մի քիչ ուշադիր ես նայում, մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց քայլերով ուղղակի Հայաստանում սպասարկում են Ադրբեջանի շահերը։ Եվ ամենահետաքրքիրը, ասում են խաղաղություն ենք բերել, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, շատ քիչ, շատ պետք չի շատ խորանալ։ Հասկանում ես, որ ընդամենը իրենց կառավարման ընթացքում բերել են պատերազմ, այնուհետև պարտություն, այնուհետև նվաստացում եւ անդադար զիջումներ, 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 զիջումներ։ Եվ ուստի այս խաղաղությունը խաղաղություն չէ, սա պատերազմի բացակայություն է, միջև այն կետը, որ այս պետությունը այլևս էլ պահանջելիք չի ունենա։ Մի քաղաքական ուժ էլ ասում է, ես ամեն ինչ կարող եմ լուծել։ Նրանց ղեկավարը ասում է, ես այն միակ տղամարդն եմ, որը կարող է Հայաստանը այս վիճակից հանել։ Բայց որ մի փոքր ուշադիր նայում ես, մի քիչ հետ ես նայում, տեսնում ես, որ հենց ինքը այն մարդկանցից մեկն է, որ Հայաստանը հենց այս վիճակի մեջ գցել է։ Մեկն էլ ասում է, ես աշխատատեղեր կստեղծեմ, տեղերը էժան կլինեն, ժողովուրդը լավ կապրի, բարեկեցիկ կյանք կլինի։ Լավ բաներ է ասում, իսկապես, ինչ վատ բան է ասում։ Ու սա անում եմ իսեր Հայաստանի։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, որ խոսքը Հայաստանի մասին չէ, ցավոք սրտի, այնտեղ կա մի ուրիշ մեծ սեր, ընդլայնված սեր, եւ ցավոք սրտի նաեւ մեծ կախվածություն։ Մեկն էլ ասում է, նոյան տապան եմ ձեր համար կառուցել, ժողովուրդ, քաղաքական նոյան տապան, եկեք բոլորը զույգերով, համեցեք։ Բայց որ մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ ինչ ժողովուրդ, ինչ միասնություն, միայն սեփական շահերի սպասարկում հենց ժողովրդի հաշվին։ Իհարկե, այս ամենը բելարուսական սոուսով։ Մեկն էլ ասում է, ես Եվրոպամետ եմ։ Եվրոպան իմ կյանքն է, իմ աշխարհն է։ Բայց մի փոքր հետ ես նայում, տեսնում ես, որ այդ մարդը ընդամենը տարիներ առաջ երդվում էր այլ պետության անունով եւ ինքն է ստեղծողը գույքը պարկի դիմաց հասկացողության։ Բայց այսօր ինչն է հետարքիր, որ այս Եվրոպամետ մեր ընկերը այսօր ուղակի ԿՊ-ի շատ էժանագին պարտձել կանա։ Կան քաղաքական ուժեր որոշ, որոնք ասում են, դե մենք ոչ մի վատ բան չենք արել, ընտրեք մեզ, որովհետև լավ է լինելու։ Բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, հա, իրոք, որ ոչ մի վատ բան չեն արել։ Բայց մի քիչ էլ ուշադիր նայում, տեսնում ես, որ ընդհանրապես ոչ մի բան չեն արել։ Ես ամենևին էլ նպատակ չունեի այլ քաղաքական ուժերին վատաբանելու։ Ես ընդամենը արձանագրեցի փաստերը, ճշմարտությունը, որը գիտեն բոլորը, եկել է ճշմարտությունը ասելու պահը, որովհետև դիմաց ընտրություններ են։ Եվ մեր ժողովուրդը պետք է իմանա այդ ճշմարտությունը, որպեսզի կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Իսկ ճշմարտությունը հետևյալն է, հարգելիներս, մեր պետությանը, մեր ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը, որը ի վերջո ոտքի կկանգնեցնի Հայաստանը։ Նոր ուժ, որը սկզբունքներից չի հեռանալու։ Եվ այդ նոր ուժը, հարգելիներս, մենք ենք։